Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր Քրիսմասը շատ երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ շատ այլ երկրներ այսօր տոնում են ուրեմն Քրիստոսի ծնունդը։ Դրա համար ես իմ բոլոր սփյուռքահայ ընկերներին, բնակվող, ովքեր այսօր նշում են Սուրբ Ծնունդի օրը, ուզում եմ ասեմ, որ Merry Christmas։ Հիմա եկեք այսօր շատ հետաքրքիր ուրեմն եթեր ալինելու Քրիստոսի ծննդյան մասին։ Ինչա Քրիստոսի ծնունդը այդքան կարևոր։ Ուրեմն շատ հետաքրքիր փաստեր եմ ես գտել, որ համոզված եմ, որ ձեզանից շատերը չգիտեն։ Ես էլ չգիտեի ու զարմացա։ Ուրեմն առաջինը շատ հետաքրքիր ուրեմն փաստը այն, որ 42 սերունդ տևեց անցավ միջև Քրիստոսի առաջին գալուստը։ Հետաքրքիր է, որ 5 կտակարանում կա 300-ից ավել մարգարեություններ Հիսուս Քրիստոսի առաջին գալուստի մասին, եւ նրանցից յուրաքանչյուրը իրականացել է Հիսուս Քրիստոսի առաջին գալուստով, այսպես ասած։ Ուրեմն մաթեմատիկական հաշվարկներով հետաքրքիր էր դրա մասին իմանալ ինտերնետում այդպիսի մի վեբսայթ կար, որ մաթեմատիկական հաշվարկներով տարբեր երևույթներ է բացատրում, եւ այնտեղ նրանք գրել էին, որ մաթեմատիկական հաշվարկներով, որ մեկ մարդը կարող է իրականացնել 8 մարգարեություն, ուրեմն շանս կա, ուրեմն մի րոպե կներեք, շանս կա ընդամենը 1 տրիլիոնի մեջ, ընդամենը 8 մարգարեություն, եթե մարդը իրականացնի, ուրեմն 1 տրիլիոնի մեջ շանս կա։ Իսկ Հիսուս Քրիստոսը իր գալուստով իրականացրել է 300 ավելի ուրեմն մարգարեություններ իր ծննդով։ Այստեղից եզրակացություն, որ նրա ծնունդը դա աստվածային է, ոչ թե մարդկային, եւ այդ չանսերը, մաթեմատիկական հաշվարկները իր պարագայում ուրեմն ուղակի անարդյունք են։ Ուրեմն ինչպիսին են այդ մարգարեությունները։ Եկեք մի քանիսը կարդանք, որը 5 կտական մեջ նշվել է, որ նա կծնվի Բեթլեհեմում։ Իմիջիալուց ասեմ, որ Մարիամը ուրեմն Նազարեթից էր, բայց բան է, իրանք գնացին Բեթլեհեմ, որովհետև մարդկային հաշվարկ էր արվում այդ ժամանակ, հաշվում էին, մարդաքանակ էին անցկացնում, այսպես ասած, եւ քանի որ նրանք Դավթի տնից էին, Դավթի քաղաք պետք է գնային, որը այդ ժամանակ Բեթլեհեմն էր։ Ուստի նրանք գնացին Բեթլեհեմ եւ Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում։ Այսպիսով իրականացավ հենց առաջին մարգարեությունը, որ նա կծնվի Բեթլեհեմում։ Երկրորդ, նա կծնվի կույսից։ Այստեղ հետաքրքիր ուրեմն մի փաստարկ կա նաև ծննդոցի մեջ, ես համոզված եմ, որ շատերը չեք նկատել դա, ուրեմն այնտեղ ծննդոցի մեջ ասվում է, հենց երբ որ խոսքը գնում է սատանայի մասին, ուրեմն այդտեղ Աստված ասում է, որ կնոջ սերմը կջախջախի քո գլուխը, այսինքն օձի գլուխը, իսկ մենք գիտենք, որ ընդհանրապես սերմը դա տղամարդուց է, ինչի այդ դեպքում ասում կնոջ սերմը, որովհետև Հիսուս Քրիստոսը աստվածային ծնունդ է եւ նրա մեջ միակ սերմը դա կնոջ սերմն էր, դրա համար էլ ծննդոցը շատ հստակ տեղեկություն է տալիս դրա մասին, համոզված եմ, որ շատերը դրա մասին չգիտեիք։ Աստվածաշունչը ասում է, մարգարեությունները ասում են, որ նա կլինի ինչպես Մովսեսը, ինչպես հասկանանք սա, Մովսեսը Իսրայելին դուրս բերեց ստրկությունից, այնպես եւ Հիսուս Քրիստոսը մեզ ամբողջ աշխարհն է դուրս բերելու մեղքի ստրկությունից, ինչպես որ Մովսեսը ազատեց Իսրայելին փարավոնից, այնպես եւ Հիսուս Քրիստոսը մեզ ազատելու է սատանայից եւ դիվային ուժերից։ Կփորձվի սատանայի կողմից։ Մենք գիտենք, որ նա 40 օր փորձվեց սատանայի կողմից, այսինքն Հիսուս Քրիստոսը իրականացրեց նաև այս մարգարեությունը։ Երուսաղեմ կմտնի ուրախության կոչերի տակ։ Մենք գիտենք, որ նա երբ Երուսաղեմ մտավ ավանակի վրա նստած, մարդիկ բացականչում էին, իրենց գլխաշորերը հանում փռում էին նրա ոտքերի տակ, արմավենու ճյուղեր եւ բացականչում էին Ովսաննա, Ովսաննա Դավթի որդի։ Եվ փարիսեցիները
որոնք կրոնավորներ էին, եւ իմիջիալոց Աստվածաշնչու նրանք շատ լավ հոգեվորականներ էին, շատ լավ գիտեին բոլոր օրենքները, բայց նրանք փառամոլ էին, ինչպես այսօր շատ հոգեվորականներ, շատ եկեղեցիներից, ոչ միայն մեր առաքելական եկեղեցում, այլ նաեւ կաթոլիկ եկեղեցում եւ այլն, բոլորն էլ փնտրում են իրենց սեփական փառքը, այսինքն բոլորը չէ, խոսքս հետ են վերցնում, շատերը փնտրում են իրենց սեփական փառքը, այլ ոչ Աստծո փառքը։ Եվ այդ ժամանակ է փարիսեցիները նույնպես այդ հոգեվոր վիճակի մեջ էին, իրենց սեփական փառքի հետևից էին ընկած, եւ նրանք սաստեցին, փորձում են սաստել ժողովրդին եւ ասեցին, որ սաստիր նրանց, թող չգոռան այդ բացականչությունները։ Եվ Հիսուսը ասեց ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե նրանք լռեն, քարերը պիտի աղաղակեն։ Ինչու համար նա սա ասեց, որովհետև պետքա իրականանար մարգարեությունը, որ նա կմտներ Երուսաղեմ ուրախության կոչերի ներքո։ Սա մեկ այլ մարգարեություն, որ իրականացավ։ Իր ժողովրդի կողմից նա չի ընդունվի։ Մենք գիտենք, որ մինչև այսօր էլ հրեա ժողովուրդը չի ընդունում Հիսուս Քրիստոսին։ Իր հետևորդներից մեկի կողմից կդավաճանվի, մենք դա գիտենք, որ իրականացավ, եւ կդավաճանվի 30 արծաթով, դա նույնպես իրականացավ։ Նա իր զրպարտիչներին լռությամբ կպատասխանի։ Մենք դա գիտենք, որ նույնպես 4 ավետարանիչներն էլ պնդում են, որ նա ոչ մի ձայն չհանեց, երբ որ իրեն զրպարտում էին։ Նրանք կծաղրեն, նրա երեսին կթքեն եւ նրա հագուստների վրա գրավ կխաղան։ Մենք գիտենք, որ այս բոլորը իրականացավ։ Նիզակով կծակեն նրա կողը եւ նրա ոսկորները չեն կոտրվի։ Մենք գիտենք, որ այս բոլորը նույնպես իրականացավ։ Նա կզոհվի որպես զոհասեղանի գառ, եւ մենք դա գիտենք, որ դա նույնպես իրականացավ։ Ու այստեղ հետաքրքիր փաստեր կա, որոնց մասին ես կնշեմ։ Ուրեմն Իսրայելում այսպիսի մի տրադիցիա է եղել, եւ նրանք ունեցել են այսպիսի մի ավանդույթ, որ ամեն տարի հատուկ տոն է եղել, երբ որ նրանք գառներ են զոհ մատուցել իրենց ուրեմն մեղքերին թողություն խնդրելու համար։ Եվ հետաքրքիր է, որ այնտեղ եղել են միշտ 2 գառ։ Մեկին մորթել են, արյունը ուրեմն զոհասեղանի վրա են լցրել, եւ մյուս գառին, այսպես ասած, դրել են մեղքերը նրա վրա եւ նրան թողել են, որ նա գնա ուրեմն թափառի անապատներում։ Հետաքրքիր է, որ Հիսուսը նույնպես սիմվոլիկ ձևով իրականացրել է նաև սա։ Նա հենց եղել է զոհասեղանի գառ։ Ինչու՞, որովհետև նա թափեց իր արյունը խաչի վրա, ինչպես գառը զոհասեղանի վրա, եւ նաև հարություն առավ եւ համբարձվեց իր հետ տանելով այդ մեղքերը, ինչպես այն մյուս գառը, որ ուրեմն անապատի մեջ էր թողում։ Այսինքն նա 2 գառնուկը մեկի մեջ նա իրականացրեց նաև սա եւ իրականացավ այդ մարգարեությունը, որ նա կլինի ուրեմն մեր գզովի որպես զոհասեղանի գառ։ Նա կթաղվի հարուստի գերեզմանում։ Մենք գիտենք, որ դա նույնպես իրականացավ եւ նրան թաղեցին շատ գեղեցիկ հարուստի գերեզմանում, չնայած որ նա ծնվեց աղքատության մեջ, գոմում, այսպես ասած, բայց նա թաղվեց հարուստի գերեզմանի մեջ։ Հարություն կառնի 3 օրից, կհամբարձվի եւ այլն։ Եվ այսպիսի շատ մարգարեություններ կան, որոնք Հիսուս Քրիստոսի ծնունդով բոլորն էլ անխտիր, բոլորը, չկա այդպիսին մի հատ մարգարեություն, որ չի իրականացել։ Բոլորը իրականացել են նրա առաջին ծնունդով։ Իսկ մենք գիտենք, որ Աստվածաշնչում, Նոր Կտակարանում եւ հայտնության մեջ կան բազում մարգարեություններ Հիսուսի երկրորդ գալստյան մասին։ Եվ մենք ինչպես առաջինը նա իրականացրեց միջև վերջին մարգարեությունը, այնպես էլ երկրորդ գալստյան մասին արված բոլոր մարգարեությունները միջև վերջինը նա նույնպես իրականացնելու է Հիսուսի երկրորդ գալստով։ Ուստի պատրաստ լինենք, քանի որ մենք արդեն ունենք փաստ, որ դա իրականանում է, պատրաստ լինենք երկրորդ գալստին։ Հետաքրքիր այստեղ շատ պատմությունը մոգերի մասին։ Մոգերի մասին պատմությունը շատ հետաքրքիր է այն առումով, որ այն շատ բան կարող է մեզ տալ հասկանալու համար Հիսուսի մասին։ Նախ մոգերի մասին ուրեմն այդ մարգարեություններն է իրականացել, որ մոգերը եկան արևելքի աստղը նրանց ուղեկցեց, այդպիսի մարգարեություններ կան Եսայի մեջ, որ իրականացավ մոգերի գալով։ Այստեղ շատ հետաքրքիր է, ովքեր էին այդ մոգերը։ Ուրեմն Աստվածաշունչը շատ քիչ բան է ասում նրանց մասին, մնացածը մեր հարուստ երևակայության արդյունքն է։ Մենք նախ չգիտենք ինչ սեռի են եղել մոգերը։ Մենք ենթադրում ենք, որ նրանք տղամարդ են եղել, սակայն Աստվածաշունչը դրա մասին չի ասում։ Հնարավոր է նաև նրանց մեջ եղել են կանայք։
Մենք ենթադրում ենք, որ 3 հոգի են եղել, քանի որ նվերներն են 3 եղել, 3 երկիր է նշվում, սակայն Եսայի մարգարեի մեջ, ուրեմն նշվում է, որ այնտեղ են գալիս, ուրեմն ուխտերի քարավան, այսինքն հնարավոր է, որ նրանք 3-ը չեն եղել, հնարավոր է, որ նրանք շատ են եղել եւ նրանց մեջ եղել են նաեւ կանայք։ Մենք այս բոլորը ենթադրում ենք, որտեղ Աստվածաշունչը շատ քիչ բան է ասում նրանց մասին։ Սակայն Աստվածաշունչը հստակ ասում է, որ երկրներից են նրանք եկել Եվ այստեղ կա 2 հոգին եկել են միջին արևելքից, հնարավոր է նաև Հայաստանից, քանի որ այն նույնպես արևելք են գնում Իսրայելից, եւ մյուսը եղել է Եթովպիայից, որը ուրեմն հնարավոր է եղել է Սևամորթ։ Ուրեմն սա դրանք ենթադրություններ են։ Մենք չգիտենք քանի հոգի են եղել, մենք գիտենք, որ ուրեմն քարավան է եկել ուխտերի, մենք չգիտենք ինչ սեռի են եղել, ինչ ազգությամբ են եղել, բայց մենք գիտենք դրանք ինչ նվերներ են ուրեմն նրանք բերել։ Ուրեմն բերել են ոսկի, ուրեմն եկեք կարդամ էլի ես այդ պահը, եթե ես այստեղ նշել եմ։ Մի րոպե։ Չէ, մի վարքյան։ Նշել չի։ Ոչ չեմ նշել։ Լավ, ուրեմն ասեմ, ուրեմն նրանք բերեցին ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Okay? Ուրեմն այս նվերների մեջ էլ սիմվոլիկա կա։ Պետք է ուղղակի հասկանանք, ինչ էր դա իրանից ներկայացնում։ Ոսկին ինքը իրանց ներկայացնում է թագավոր, թագավորություն, քանի որ ինչքան շատ ոսկի ունես, բնականաբար թագավորներ ամենաշատ ոսկի ունեն, դա ուրեմն ներկայացնում է իրենց թագավորություն, այսինքն ծնվել էր թագավորը։ Երկրորդ ուրեմն բանն էր կնդրուկը, որը ինչքան գիտեմ, դա խունկն է, եւ ինչպես գիտեք, խունկը ծխում են եկեղեցիներում, ուրեմն այդ ալտարի մոտ, ուրեմն երբ որ Աստծուն փառաբանում են եւ այլն, այսինքն այստեղից հետեւություն, որ նա նաեւ Աստված է եւ նրան փառաբանելու են, դրա համար այդտեղ էր նաեւ խունկը։ Իսկ ինչ նշանակություն ուներ զմուրսը։ Ուրեմն զմուրսը դա հին Իսրայելում հին ժամանակներում զմուրսը խառնել են յուղի հետ եւ օծել են մեռած մարդկանց մարմինները։ Այստեղից ուրեմն հետեւություն, որ նա ներկայացրել է, որ Հիսուս Քրիստոսը պետք է մեռնի։ Իդեպ նրա մասին մարգարեությունների մեջ նաեւ հստակ նշվում է, որ նա մեռնելու է եւ որ նա մեռնելու է խաչելությամբ։ Դրա մասին նույնպես նշվում է ուրեմն Աստվածաշնչի մարգարեության մեջ, որ մենք տեսանք, ուրեմն իրականացավ։ Այստեղ հետաքրքիր մի այլ փաստ էլ կա Հերովդեսը։ Ուրեմն Հերովդեսի այդ թագավորը, ես էսի բացեմ, որտեղ պետքա կարդամ։ Ուրեմն Հերովդեսի, երբ որ մոգերը գալիս են, ուրեմն եւ փնտրում են այդ թագավորին, այդտեղ Հերովդեսն է իշխանության, որը պատմությունից հայտնի է, որպես դաժան, ուրեմն կառավարիչ։ Նա նույնիսկ իր ընտանիքի անդամներին է սպանել, եւ որ կասկածել է, որ նրանք հնարավոր է իր ձեռքից վերցնեն գահը։ Ուստի նա սարսափեց, երբ որ մոգերից լսեց, որ ծնվել է հրեաների թագավորը, որ պիտի ուրեմն թագավորի։ Նա իր գահի համար վախեցավ եւ խնդրեց մոգերին, որ երբ որ գտնեք, ինձ էլ տեղ ասեք։ Բայց մոգերին հրեշտակը զգուշացրեց, որ չգնան նույն ճանապարհով, այլ թեքեն իրենց ճանապարհը, եւ Հերովդեսը նրանցից չիմացավ Հիսուս Քրիստոսի տեղը։ Իդեպ այստեղ մի փաստել կա, երբ որ խոսվում է, երբ որ մոգերը գնացին Մարիամի մոտ, նրանց տանը, կարդացեք այդ մասը, որ Մարիամը եւ ուրեմն Հիսուսը, մանուկը, արդեն ոչ թե երեխան, ոչ թե բեյբին, այսպես ասած, Աստվածաշնչի մեջ արդեն ասում է, որ նա մեծ էր, մի քիչ Հիսուսը արդեն մեծ էր եւ մի քանի ամիս տևել է այս ճանապարհությունը, մեջև մոգերը գտել են ուրեմն Հիսուսի տեղը, Հիսուսը հնարավոր է, որ արդեն մի քանի ամսական էր եւ հայկական Աստվածաշնչի մեջ ասում է, որ նրանք գտան տանը, այսինքն Հովսեփն ու Մարիամը արդեն տնավորվել էին Բեթլեհեմում, ունեին տուն եւ այնտեղ ապրում էին, արդեն գոմից դուրս էին եկել։ Սա նույնպես շատ հետաքրքիր է ուրեմն իմանալ։ Եվ մոգերը չեն ասում նրա տեղը եւ Հերովդեսը հարցնում է իմաստուներին, ինչ է ասում Իսրայելի այդ մարգարեությունները, որտեղ պիտի ծնվի հրեաների թագավորը, նրան ասում են Բեթլեհեմ քաղաքում եւ Հերովդեսը հրամայում է 2 տարեկան եւ ավելի ցածր ուրեմն բոլոր երեխաներին մորթել, որպեսզի նա չունենա այլևս այսպես ասած մրցակից, քանի որ նա միշտ ուրեմն վախենում էր իր գահի համար։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է կարդալ այդ պահը,
ուրեմն ասում է այստեղ ուրեմն ես Մաթեոսի 2:17 այդ ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե Ռամայում մի ձայն գուժեց, ող պուլած ու սաստիկ կոց, Ռաքելը մենք գիտենք դա Իսահակի կինն էր, իսկ Իսրայելը Հակոբի ուրեմն սերունդը, որը Իսահակի որդին էր, Ռաքելը լաց էր լինում իր զավակների վրա եւ չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային, ուրեմն նույնիսկ Հերովդեսի այս գործողությունը իրականացել է այս մարգարեությունը, իրականացել է ուրեմն այդ ժամանակ։ Սա շատ հետաքրքիր է իմանալը։ Մեկ այլ փաստ կա Մոգերի մասին, որ ես շատ հետաքրքիր գտա։ Ուրեմն մի ուրիշ արձանագրության մեջ, որը այստեղ Դավթի քաղաքում է գտնվում, մի սպիտակ եկեղեցի կա այնտեղ, Բեթլեհեմում, հիմա կա Իսրայելում այդ եկեղեցին, այդտեղ մի տեղ կա, որտեղ մարգարեություն է պահված, եւ այդ մարգարեության մեջ գրված է, որ ուրեմն մոգերը ոչ թե աստղ են տեսել, այլ տեսել են լույս մանկան տեսքով։ Եվ նրանք հետևել են, դրա համար են նրանք միանգամից հասկացել, որ դա ծնվել է ուրեմն թագավորը, այդ լույսի մեջի մանուկը։ Ես չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, դա Աստվածաշնչի մեջ չի գրված, դա ուրիշ մարգարեության, հին մարգարեության մեջ է գրված, բայց շատ հետաքրքիր փաստ էր, որ ես գտա եւ շատ հետաքրքիր էր։ Մեկ այլ փաստ էլ կա, այս արդեն աստղագիտությունից Ուրեմն գիտնականները ապացուցել են, որ Հիսուսի Քրիստ մեր կալենդարի ուրեմն 6-րդ թվին մեր Հիսուս Քրիստոսի ծնունդից առաջ, այսինքն 5 թվարկությունից մինչև այս նոր կալենդար սկսվել է 6-րդ թվին, ուրեմն մոլորակները շարվել են մի ուղղությամբ, որի մեջտեղում եղել է Յուպիտերը, որը կոչվում է թագավորների, ուրեմն հին ժամանակներում անվանվել է թագավորության, ուրեմն մոլորակ։ Եվ մոգերը այսպիսի մի տեսություն կա, որ տեսել են հենց այդ մոլորակների, քանի որ նրանք աստղագետներ են եղել, այսինքն աստղագիտությունից հասկացել են, ոչ թե գուշակներ են եղել, ոչ թե սև մագիայով զբաղվողներ են եղել կախարդությամբ, այլ հասկացել են գիտությունը, աստղագիտությունը, աստղերը։ Այդպիսի մի իմաստուն մարդիկ են եղել նրանք, եւ երբ որ նրանք տեսել են մոլորակների այս դասավորվածությունը եւ Յուպիտերը եւ տեսել են այդ աստղը, որ շարժվում է, որ նրանք գիտեն, որ աստղերը այդ ժամանակ իմացեն աստղերը չեն կարող շարժվել, ուստի այս աստղը, որ շարժվում է հետեւություն, որ նրանք ուրեմն այսպիսի մի գեղեցիկ տիեզերական ուրեմն դեպքել է տեղի ունեցել եւ հետաքրքիրն այն է, որ այն տեղի ունեցել 6-րդ թվականին Հիսուս Քրիստոսի առաջ մարտի 20-ին Հիմա քիչ-քիչ մոտենում ենք, իսկ երբ է ծնվել Հիսուսը, այսպիսի մի հարց կա, որ շատերին է տանջում, որտեղ շատերը նշում են հունվարի 6-ին, մյուսները նշում են հունվարի 7-ին, աշխարհի կեսը նշում է ուրեմն դեկտեմբերի 25-ին։ Ասեմ, որ դեկտեմբերի 25-ին այս տոնը, ուրեմն հեթանոսական տոն է, որը արևի Աստվածի ծննդյան օրն է, այսպես ասած, Եվ այդ օրը կաթոլիկական եկեղեցին ուղղակի համատեղել է, ինչպես նաև շատ այլ, ուրեմն տրադիցիոն, այսպես ասած, տոներ, ինչպես օրինակ տրնդեզը, դա նույնպես հեթանոսական տոն է, ջրոցին, դա նույնպես ուրեմն վարդավառը հեթանոսական տոն է, այնպես եւ կաթոլիկ եկեղեցին ընդունել է այս ուրեմն ծնունդը եւ դարձել նա Հիսուս Քրիստոսի ծննդյան օր եւ ուրեմն նշում են այդտեղ, բայց հստակ ասեմ, որ Հիսուս Քրիստոսը բնական է, որ ծնված չի լինելու, ձմռան է, Այսինքն ոչ հունվարի 6-ն է ճիշտ, ոչ հունվարի 7-ն է ճիշտ, ոչ դեկտեմբերի 25-ը։ Ինչ ենք այդպես եզրակացնում, այստեղ մի քանի փաստեր կան, որ հետաքրքիր է իմանալ։ Նախ առաջին հովիվները, որոնց ավետվեց բարի լուրը, նրանք սարերում էին եւ ավետվեց գիշերով, okay? Ուրեմն եթե հովիվները սարերում էին, բնականաբար չէր կարող լինել ձմեռ, քանի որ ձմռանը նրանք իրենց բոլոր գառներին բերում էին ու գոմերում ուրեմն պահում էին։ Սարերում չկար այլևս խոտ եւ իմաստ չկար սարերում մնալ, ուրեմն կենդանների հետ։ Նրանք իջնում էին իրենց գյուղերն ու քաղաքները եւ իրենց գառնուկներին եւ ոչխարներին, կովերին եւ այլն, ուրեմն դնում գոմերի մեջ։ Այսպիսով նախ Քրիստոսը չէր կարող ծնվել դատարկ գոմի մեջ, եթե լիներ ձմռանը, քանի որ գոմերում արդեն կլինեին կենդաններով ուրեմն բնակեցված, եւ երկրորդ հովիվները չէին լինի սարերում։ Ուստի հետեւություն, որ Հիսուսը ծնվել է գարունից միջև աշուն ընկած ուրեմն այդ ժամանակահատվածում։ Երկրորդ, ուրեմն այստեղ ես գրել եմ մի քանի փաստեր,
Նախ, այդտեղ հովիվները երբ որ ավետում են բարի լուրը, ուրեմն հովիվները լինում են դրսում արթուն վիճակում։ Այսպեսի մի, չգիտեմ ես ինչքանով է ճիշտ, երևի մեր հովիվները կիմանան դրա մասին, գառները ծնվում են գառնանը։ Մարդու պես չեն, որ կարան ամեն ժամանակ ծնվեն, ձմռան, աշուն, գարուն, ամեն եւ այլ։ Գառները միշտ ծնվում են գառնանը։ Ուստի եւ հովիվները բնականաբար ընդունում են այդ ծնունդը, պահում են այդ գառնուկներին, որպեսզի չմեռնեն սրտից եւ այլն եւ այլն։ Եվ եթե նրանք արթուն են եղել գիշերով, ուրեմն հետեւություն, որ դա գառների ծնելության այդ շրջանն է եղել, որտեղ նրանք շատ զբաղված են եղել այդ փաստով։ Ուստի դա պետք է որ լինի գառնանը, մարտ, ապրիլ ամիսներին, երբ որ գառների ծննդյան օրն է։ Ու հետաքրքիր այստեղ այս սիմվոլիկան է, որ Հիսուս Քրիստոսը նույնպես գառ էր, որ պիտի ծնվեր, զոհ մատուցվեր եւ նա նույնպես ծնվել է հենց այդ գառների ծննդյան ժամանակ գառնանը։ Այստեղից կարող ենք մենք ենթադրել, որ դա այդպես կարող է լինել։ Եվ մի բան էլ էստեղ ասեմ, որ Բեթլեհեմ քաղաքը ճանաչված է եղել հին ժամանակներում որպես մատաղացու գառների ճանաչված տեղ։ Այդտեղից են շատ ժամանակ գառներ բերել, ուրեմն Երուսաղեմ եւ մատաղ արել։ Եվ հենց հետաքրքիր այստեղ էլի սիմվոլիկան է, որ Հիսուս Քրիստոսը նույնպես ծնվեց Բեթլեհեմ քաղաքում, որը մատաղացու գառների, այսպես ասած, աղբյուրն էր, այսպես ասած, տեղը, որտեղ շատ էին այդ երևի խոտն էր լավը, սարերն էին լավը, կլիման էր լավը, գառները հիմնականում ծնվում էին այդ տարածքում։ Սա հետաքրքիր սիմվոլիկա է։ Ուրեմն եւ մեկ այլ ուրեմն հետաքրքիր զուգադիպություն, որ հենց ամեն գառնանը, հենց այդ շուտ գառնանը, այսինքն մարտի վերջ, ապրիլի սկզբին, սկսվում է ուրեմն հрьяաների տարվա սկիզբը, ճիշտ է, նոր տան իրանք նշում են մեկ այլ օր, բայց իրանք ունեն այսպիսի մի ամիս, որը կոչվում է Նիսան, այսինքն այդ Նիսան ամսի, ուրեմն սկսվում է իրանց ամեն ինչը, նորությունը, սկիզբը եւ այլն։ Հետաքրքիր կլինի պարզել, որ արդյոք Քրիստոսը ծնվել է հենց այդ Նիսան ամսի հենց առաջին օրը, որը հենց ընկնում է ուրեմն մարտի 20-ը, մոգերի այդ մոլորակների դասավորվածության օրը, որը հենց հանդիսանում է Նիսան ամսի առաջին օրը, այսինքն սկզբի առաջին օրը, ինչ որ բանի սկզբի, քանի որ Նիսան ամիսը նրանց համար ինչ որ բանի սկիզբ է խորհրդանշում։ Սա հետաքրքիր խորհրդանշական այսպիսի գիտություն կա այս Հիսուսի Քրիստոսի ծնված օրվա կապակցությամբ։ Ուրեմն այստեղ նաև խոսենք լիալուսնի եւ նորալուսնի մասին, ուրեմն մենք գիտենք, որ Հիսուսի զատիկի ժամանակ, երբ որ Հիսուսին խաչել են, եղել է լիալուսին։ Մենք ինչից գիտենք, որտեղ զատիկը միշտ նրանք նշել են լիալուսնի ժամանակ։ Եվ եթե լիալուսին նշանակում է, որ արդեն կատարվեց, այսինքն լուսինը ամփոփվեց, ամբողջացավ լիալուսնի ժամանակ, ուստի հետևություն, որ Հիսուս Քրիստոսի ծնունդը պետքա որ լինի նորալուսնի ժամանակ, երբ որ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։ Այստեղ նաև շատ հետաքրքիր է ուրեմն գտնել, որ հենց այդ թվի մարտի 20-ին Նիսան ամսի առաջին օրը եղել է նորալուսին։ Այստեղ այսպեսի հետաքրքիր ուրեմն տեսություն կա, որ հետաքրքիր է իմանալ։ Հիմա եկեք խոսանք, ուրեմն մենք գիտենք, որ հասկացանք, որ դեկտեմբերի 25-ը չի նրա ծննդյան օրը, հունվարի 6-ը չի նրա ծննդյան օրը, հունվարի 7-ը չի նրա ծննդյան օրը, բայց այստեղ կապ չունի օրը, կարևորը, որ մենք նշում ենք այդ օրը, մենք հիշում ենք այդ օրը եւ կարևորը, որ մենք հասկանանք ինչ է իրենից ներկայացնում այդ օրը։ Միջ դրան անցնելը, ես նաեւ ուզում եմ խոսել տոնածառի մասին, այստեղ շատ մարդիկ ասում են, տոնածառը դա հեթանոսների կեղտոտ սովորույթն է, իրանք են ուրեմն փարթիներ արել, խմել, հարբել, տոնածառներով զարդարել իրենց ուրեմն այդ բանը, բայց իրանց այդ ինչ է այդ բանը դահլիճները եւ այլն, բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա։ Մենք գիտենք, որ սատանան միշտ ուզում է մոլորության մեջ մատնի մարդկանց եւ այդ բոլոր տրադիցիաները եկել են հետո, երբ որ այս ամեն ինչը տոնել են այսպես, որպեսզի մոռացության տրվի Հիսուս Քրիստոսի մասին այդ տրադիցիան։ Իսկ մենք գիտենք, որ Եսայ մարգարեության 60-ի մեջ 13-ի մեջ ասում է. «Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու, դափնիով, սոսիով, նոճիով եւ մարիով, որպես լիապես փառավորի իմ սրբավայրի
սրբավայրի տեղը եւ ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։ Այսինքն այստեղ ծառներ են նշվում, իմիջիալոց անգլերեն Աստվածաշնչի մեջ նշվում է ուրեմն տոնածառը, կոների ծառը, այսինքն տոնածառը, Եղևնին է նշվում, որ զարդարել են այս կանաչով, ինքը ասում է, որպեսզի զարդարի եւ փառավորի իմ նստավայրը։ Տեսեք, նորից կարդանք Եսայի մարգարեության 60-ի 13-ը։ Լիբանանի փառքի մեջ քեզ եմ գալու դափնիով, սոսիով, նոճիով եւ մայրիով, այսինքն ծառերով, կանաչությունով եւ այլն, որպես լիապես փառավորեմ իմ սրբավայրի տեղը եւ ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։ Եվ գիտենք, որ նաեւ Հիսուս Քրիստոսի ծննդյան ժամանակ մոգերը նրա մոտ նվերներով եկան։ Ուստի կանաչության սիմվոլը եւ նվերների սիմվոլը նաեւ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Ուստի միանշանակ ասեմ դա կախարդություն է հանեք տոնածառները, նվերներ իրար մի տվեք, դա ուղղակի ես կարծում եմ, որ չերեսչուր սնոտիապաշտություն է։ Նայած թե դուք ինչ եք տեսնում այդ ամեն ինչի մեջ։ Ես տեսնում եմ Աստծո փառքը։ Ես տեսնում եմ Աստծո հարատևությունը, քանի որ Եղևնին շատ երկար ապրող ծառ է։ Ես տեսնում եմ նվերների միջոցով իրար նվեր անելու ուրախությունը, բայց միշտ նշելով, որ ամենամեծ նվերը դա մեզ Հիսուս Քրիստոսն արեց։ Իր ուրեմն ծնունդով, իր ուրեմն խաչելիությամբ, իր հարությունով եւ համբարձումով։ Դա է ամենամեծ նվերը, որի մասին եկեք խոսենք։ Ուրեմն շատերը ասում են, որ օրինակ մուսուլմանները ասում են Հիսուս Քրիստոսը մարգարե է։ Քրիստոնյաները ասում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է, հետևապես եւ Աստված է, նա երրորդությունն է, Աստծո Սուրբ Հոգու եւ Աստված Սուրբ Հոգին եւ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի միասին երրորդություն է։ Մենք շատ ժամանակ չենք հասկանում ինչ բան է երրորդությունը, քանի որ կա գիտություն, որ մեզ տրված չի հասկանալու։ Օրինակ, ինչպես է կառավարվում երկինքը, ինչպես է կառավարվում, ովքեր են քերով բեները, ինչ ֆունկցիա են կատարում հրեշտակները, այլն մենք մեր գիտությունից բարձր է, դա որտեղ մենք գաղափար չունենք այդ ամեն ինչի մասին։ Հետևաբար մենք չենք հասկանում նաև երրորդությունը, բայց Աստված Հիսուս Քրիստոսը երրորդություն է։ Եվ հետաքրքիր է, որ Աստվածաշնչի մեջ շատ տեղեր ասվում է, որ եթե մարդը տեսնի Աստծուն, նա կարող է մեռնել։ Եվ մենք գիտենք, որ Մովսեսը փորձեց տեսնել Աստծուն, ուրեմն Աստված միայն ետևով էր կանգնած Մովսեսին, եւ Մովսեսին պաշտպանել էին քարերով, բայց Մովսեսը նույնիսկ այդ պարագայում ուշագնաց եղավ, քանի որ չդիմացավ։ Բայց մենք նաև գիտենք, որ Աստվածաշնչի մեջ, Ծննդոցի մեջ, ասում է, որ Աստված շրջում էր դրախտում եւ շփվում էր Ադամ ու Եվայի հետ։ Սա ինչպես կլինի։ Իհարկե կլինի Հիսուս Քրիստոսի դեմքով։ Աստված այն ժամանակ Աստված էր, անուն դեռ չուներ։ Նա կնքվեց Հիսուս, երբ որ եկավ, ուրեմն աշխարհ եկավ, երբ որ ծնվեց, սակայն նա եղել է Աստված եւ շփում է ունեցել մարդկանց հետ, մեր նախահայրերի Ադամի եւ Եվայի հետ, դեռ ծննդոցի ժամանակաշրջանում, դեռ աշխարհի սկզբի ժամանակ։ Եվ հետաքրքիր է, որ մենք ազատորեն շփվել ենք Աստծո հետ, մենք եղել ենք հոգեվոր արարածներ, մենք տեսել ենք հոգեվոր այդ ամեն ինչը իր վիճակի ենք եղել տեսնելու եւ հրեշտակներին, եւ Աստծուն, եւ շփվենք, սակայն մեղքի միջոցով մենք կորցրել ենք այդ հնարավորությունը։ Եւ հիմա ձեռք նորից հոգևոր աչքերով տեսնել, հոգևոր կյանքը տեսնել, մենք պետք է նորից ընդունենք Հիսուս Քրիստոսին որպես մեզ փրկիչ, որպեսզի հասկանանք, որպեսզի մեզ համար բացվի այդ գիտությունը եւ մենք տեսնենք նաեւ հոգևոր աչքերով, ինչ որ մեզ տրված է եղել դեռ մեր Ադամ եւ Եվայի ժամանակաշրջանից։ Եվ հետաքրքիր է այստեղ մեկ այլ փաստացի մի ուրիշ փաստ էլ կա այստեղ, երբ սիմվոլիկա էլի, այսպիսի մի հետաքրքիր, որ շատ հետաքրքիր եմ գտնում դա, վերջերս եմ բացահայտել իմ համար դա, ուրեմն Եվան եւ Ադամը չգիտեին, որ իրենք մերկ են։ Ինչու՞, որովհետև նրանք ծածկված են եղել ուրեմն երկնային հագուստներով։ Իմիջիայլոց Հիսուս Քրիստոսը խոստանում է, որ երբ որ ինքը գա երկրորդ անգամ եւ մեզ տանի երկինք, մեզ բոլորիս նոր հագուստներ են տրվելու, որոնք հենց այն նույն հագուստներն էին, որ հագել էին Ադամն ու Եվան իրենց ստեղծման ժամանակ։ Սակայն մեղքի պատճառով նրանք կորցրեցին այդ հոգեվորը տեսնելու այդ հնարավորությունը եւ տեսան իրենց մերկությունը մեղքերով ծածկված։ Փորձեցին տերևներով իրենց ինչ որ փակել, բայց երբ որ Աստված պարզեց, որ նրանք արդեն մեղքի պատճառով կորցրել են հոգևորը եւ իրենց գիտեն իրենց մերկության մասին, Աստվածաշնչի մեջ ասվում է, ես չգիտեմ պահեցի այդ պահը թե չէ, Աստվածաշնչի մեջ Ծննդոցի մեջ ասվում է, որ Աստված նրանց համար կաշվից, ուշադիր եղեք, կաշվից հագուստներ կարեց եւ հագցրեց նրանց։
կաշվից, այսինքն այստեղից ենթադրություն, որ կենդանի էլ առաջին անգամ սպանվեց հենց այդ ժամանակ, երբ որ Աստված կենդանի, այսպես ասած մորթեց եւ նրա կաշվով նրանց համար հագուստներ կարեց։ Եվ այստեղ նաեւ էլի սիմվոլիկա կա, որ մեղքի մերկությունը ծածկելու համար արյուն պիտի թափվի, եւ դա եղավ Հիսուս Քրիստոսի Սուրբ արյունը։ Այստեղ էլի ուրեմն սիմվոլիկա կա եւ այդ մեղքի պատճառով եղավ որ նույնիսկ կենդանիների մեջ գազանություն մտավ եւ եղան կենդաններ որոնք գիշատի չեն ուտում են մյուս կենդաններին մինչ դա այդպեսի բան չկար դրախտում այռուծը եւ գառը ապրում էին իրար հետ համերաշխության մեջ եւ այդպես է լինելու նաեւ երկրորդ գալստից հետո Հիսուս Քրիստոսի երբ որ նույնիսկ կենդանիները հաշտ ու համերաշխեն ապրելու իրենց հետ եւ այս մեղքը բացարձակ ուրեմն բացակայելու է Հիսուս Քրիստոսի արյունով է, որ մենք իրավունք ունենք փրկվելու։ Ոչ մեկ բառզբուն իմաստով աշխարհում ոչ մեկ իրավունք չի ունենալու վաստակելու երկինք գնալու ճանապարհը։ Մենք բոլորս մեղքի մեջ ծնված ենք ադամական մեղքով ու մեր կյանքում մի շարք մեղքեր ենք գործում, մեղքերի մեջ մեծ ու փոքր մեղքեր չկան։ Բոլոր մեղքերն էլ Աստծո համար զզվելի են, սկսած ստից, զրպարտությունից, բամբասանքից, մինչև բռնաբարություն, մարդասպանություն ու թերորիզմ։ Բոլորը Աստծո համար զզվելի են։ Եվ մեղքերից ազատվելու միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսին քեզ որպես փրկիչ ընդունելն է ու գիտակցելը, որ դու ունես այդ զորությունը մաքրվելու Քրիստոսի Սուրբ արյունով։ Of course, էսի ամեն ինչը սիմվոլիկա է, դու քո վրա չես վերցնում անմիջապես արյուն լցնում կամ եւ այլն, սակայն այստեղ մենք պետք է հասկանանք, որ ինչ է իրենից ներկայացնում, ինչպիսի մեծ ու բարձր խորհրդանիշ ունի մեր սիրող Աստվածը, որ աշխարհ եկավ, պատկերացրեք մի պա, աշխարհ եկավ, մարդու խղճուկ մարմին հագավ, արքաների արքան, թագավորների թագավոր, աստվածների Աստվածը, տիեզերքի կառավարիչը, որպեսզի ես ու դու այսօր փրկվելու հնարավորություն ունենանք, որպեսզի ես ու դու այսօր մեղքերի ողորմություն ունենանք, որպեսզի կարողանանք նրա հետ մտնել այն թագավորությունը, որ նա է ստեղծելու։ Երբ որ մարդը մտավ մեղքի տակ, իրեն երևակայեց Աստված եւ ասեց ես կարող եմ ինձ ապահովել ամեն ինչով, ստեղծվեցին կառավարման տարբեր մեխանիզմներ, թագավորներով, փարավոններով, միջև հիմա արդեն պարլամենտներով, սակայն այդ թագավորությունից ոչ մեկը աշխարհին խաղաղություն չբերեց, մարդուն երջանկություն, ապահովություն չբերեց եւ մարդուն ուրախություն ու բավարարվածություն չտվեց։ Միակը, որ կարող է դա տալ, դա Աստծո Հիսուս Քրիստոսի թագավորությունն է, որ լինելու է նրա երկրորդ գալստով, եւ որի համար պետք է ուրախանա աշխարհում ցանկացած քրիստոնյա։ Եվ այստեղ նաեւ շատ հետաքրքիր է Աստծո գաղափարը հասկանալը։ Մենք շատ ժամանակ Հիսուսի մասին որ խոսում ենք, մենք մտածում ենք նա միջև փոքրիկ մանուկ։ Դուք պետք է հասկանաք, որ նա Աստված է, զորավոր է, արդար դատավոր է, եւ նա ինչպես ասեմ, նա նաև քո քահանայապետն է եւ նա շատ այլ դերեր ունի եւ իմիջիալոց Աստվածաշնչի մեջ մի հետաքրքիր փաստել գտնեցի Ջոշուա թագավորը հայրենով չգիտեմ ով է դա նա ուրեմն քահանայապետ էր որին Աստված ուրեմն նշանակեց թագավոր նաև Իսրայելի թագավոր նա այսպես նորից սիմվոլիզմ է գալիս որ Հիսուսը լինելու է եւ քահանայապետ եւ թագավոր եւ այլևս այդ բաժանումը չի լինելու ինչպես որ կար իրանց այդ մեխանիզմի մեջ ինչպես կառավարել եւ այլն հասկանալ Հիսուս Քրիստոսի գաղափարը շատ դժվար է նա Աստված է ամենակարող Աստված է եւ գիտեք ինչն է հետաքրքիր որ նրա ծնունդով նրա խաչելությամբ եւ նրա հարությունով մենք բոլորը ստացել ենք նրա զորությունները դու կարող ես հրամայել ցանկացած դիվայն ուժ լքել քեզ ցանկացած դժբախտություն ուրեմն չեղյալ հայտարարել օրնել ինքդ քեզ ուրեմն ես վերջերս խոսակցում ունեցա մեկ մարդու հետ որ շատ հետաքրքիր բան ասեց որ մարդիկ մոռանում են օրնեն իրենց նրանք միշտ ասում են Աստված իմ օրնիր ինձ կամ աղոթեք ինձ համար բայց մարդիկ մոռանում են իրենք աղոթեն իրենց համար իրենց օրնեն ուստի այսպեսի մի հետաքրքիր սովորություններ որ անում են շամպայնի մեջ մոխիր են լցնում մինչև 12-ը խփելը խմում են որ երազանքները իրականանա եւ այլն ուրեմն դրա փոխարեն
լավ կլինի միջև նոր տարի օրհնեք ինքներդ ձեզ, օրհնություն տաք ինքներդ ձեզ առողջությամբ օրհնեք, ձեզ առատությամբ օրհնեք, ձեզ Աստծո իմաստությամբ օրհնեք ձեր տունը, ձեր տան պատերը, օրհնեք ձեր բանկային հաշիվները, օրհնեք ձեր դրամապանակները, օրհնեք ձեր երեխաներին, օրհնեք ձեր ծնողներին, օրհնեք ձեր երկիրը, օրհնեք ձեր քաղաքը, օրհնեք ձեր թաղամասը, ձեր շենքը։ Իմիջիայլոց ինչ որ աշխատի ձեզ համար, հենց այդպես էլ օրհնեք։ Եթե ձեռքը դնելով օրհնեք ձեռքը դնելով։ Եթե անուշահոտ յուղեր ունեք, քսեք ձեր ձեռքերին եւ այդ յուղերով օրհնեք ձեր ամեն ինչ որ դուք ուզում եք օրհնվի, որտեղ դուք ունեք Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով, դուք ունեք այդ զորությունը օրհնելու իրար, օրհնելու ինքներդ ձեզ, օրհնելու ձեր տունը, օրհնելու ձեր բանկային հաշիվը եւ ձեր երկիրը։ Իմիջիայլոց ասեմ, Եվ երբ որ շատ ուշադիր եք նայում քաղաքականությանը, որ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, հստակորեն երևում է, որ այս մարդկանց ետևում դևերն են կանգնած եղել տարիներ շարունակ, դիվային ուժով են իրանք ղեկավարել ամբողջ Հայաստանը։ Ինչու՞, որտեղ ծառը պետք է դատել իր տված պտուղներից։ Ուշադիր եղեք, 30 տարի քանդել, պատերազմ, հարձակումներ, զոհեր, ավարյաներ, ահավոր ձևի ավարյաներ, հիվանդություններ, աշխարհի ամենաշատ քանսերով հիվանդություն է այսօր Հայաստանում, մահացության դեպքերը, ուրեմն կեղտոտվածություն, աղքատություն, թշնամություն, ուսենց լիքը բաներ, շատ բաներ, որ այսօր մեր ազգի գլխին եկել է, որովհետև մեզ ղեկավարել են դիվային դժոխքից, ղեկավարվել են այս կառավարությունները եւ հիմա նրանց ամբողջ փրկության հույսն էլի դիվային ուժերն են։ Դրա համար էլ նրանք փորձում են պառակտել, նրանք փորձում են ձեզանց խլել հույսը, որտեղ Աստված հույս է, նրանք ձեզանց Աստծուն են ուզում խլել։ Դրա համար էլ այսօր մեր հոգևոր վիճակը մեռած վիճակում է, քանի որ նրանք երբեք չեն ուզեցել, որ դուք իմանաք, որ դուք զորություն ունեք աղոթելու, զորություն ունեք ձեր ճակատագիրը, ձեր երկրի ճակատագիրը փոխելու։ Հիսուս Քրիստոսն է ձեր քահանապետը, ոչ թե Գարեգին բն, այլ Հիսուս Քրիստոսը, որ ձեր եկեղեցին այդ պատերը չեն, այլ ձեր եկեղեցին դուք եք, երբ որ մի քանի հոգով աղոթում եք իրար հետ։ Նրանք չեն ուզեցել, որ դուք իմանաք այդ գիտությունը։ Եվ Աստված ասում է, իմ ժողովուրդը այս փորձանքների մեջ է գիտության պակասի շնորհիվ։ Այո, գիտություն ձեռք բերեք, որպեսզի իմանաք ինչպես պայքարեք այդ դիվային ուժերի դեմ, որ փորձում են հետ գալ ու նորից կառավարել ձեզ։ Իսկ հեղափոխությունը դատեք իր պտուղներից ամբողջությամբ աստվածային էր, քանի որ ոչ մեկ չզոհվեց, ոչ մեկին չմորթեց, զենքեր չօգտագործվեցին եւ բաց ձեռքերի թավշյա եւ սիրո հեղափոխություն էր։ Այստեղից այս պտուղներից նայեք ամբողջ հեղափոխության ընթացքում ոչ մի ինցիդենտ, կռվի, ծեծի եւ այլնի շատ համարյա թե չեղան սպանությունները եւ այլն։ Սակայն այս ցույցերը, որ կատարվում են, դուք տեսնում եք ինչեր են կատարվում, ինչ ատելություն, մեկին խփունվոտն են ջարդում, մեկի ջրի շիշ են շպրտում, հանցագործություններ եւ այլն իրար հետևից չեմ ուզում խորանամ, բայց հեղափոխությունը դա աստվածային ծրագիր էր։ Իսկ եթե Աստված մի բան սկսում է, նա անպայման ավարտին է հասցնում։ Նրանք չեն կարող դուրս գալ Աստծո, ուրեմն դեմ։ Եղեք Աստծո ժողովուրդ, պայքարեք Աստծո միջոցներով։ Ինչպես աղոթքներով, ինչպես ինքներդ ձեզ օրհնելով, ձեր ընտանիքները օրհնելով, ձեր եկեղեցին օրհնելով, որպեսզի դարձի գան, որպեսզի առաքելական եկեղեցին վերածնունդ ապրի, որպեսզի Աստված քահանաներ դնի այնպիսի մարդկանց, որոնց Աստծուն ճանաչում են, որոնք ունեն Աստծո գիտությունը եւ կարող են կրթել ձեզ եւ կարող են ձեզ օգնել, որպեսզի դուք ունենաք գիտելիք ձեր զորությունները ճանաչելու համար։ Աստված սպասում է ձեզ, աղոթեք եւ նա ձեզ կտա իր նվերները մարդկանց բուժելու, մարգարյանալու, մարդկանց համար աղոթելու եւ շատ այլ ուրեմն նվերներ, որ Աստված կարող է ձեզ տալ։ Աղոթեք Աստծուն։ Իմիջայլոց հիմա էլ Քոչարյանի ամբողջ, եթե տեսնեք, իր հույսը դիվային ուրեմն այդ ուժերն են՝ պառակտիր, փոխտուր, կաշառիր եւ այլն։ Եվ քանի դուք աղոթեք, քանի ես աղոթեմ, այդ դիվային ուժերը անզոր են նրան օգնելու եւ նա պարզապես երեխայի պես պիտի առերեսվի իր արդար դատաստանի հետ։ Մեղքերը կարող են ներվել, եթե խնդրեն սրտով, բայց իրանք ունենալու են իր հետևանքները եւ հետեւապես ովքեր որ անարդարություն են գործել հայ ազգի նկատմամբ
պարտադիր պատասխան են տալու եւ օրենքի առաջ եւ Աստծո առաջ։ Միգուցե նրանց մեղքերը ներվեն, սակայն հետևանքները նրանք պետք է առերեսվեն, որպեսզի իրականանա Աստծո արդարությունը։ Ուստի աղոթենք մենք Աստծո արդարության համար, որ Աստծո արդարությունը տիրի Հայաստան երկրում, որպեսզի նա բուժի մաքրի հողը, ջուրը, երկինքը, օդը, որպեսզի վերանան բոլոր հիվանդությունները։ Աղոթեք, օրհնեք ձեր ընտանիքները առատությամբ, որպեսզի առատորեն Աստված օրհնի ձեզ։ Աղոթեք ձեր հարևանների, ձեր բարեկամների համար, նաև ձեր թշնամիների, որոնք այսօր դիվային ազդեցության տակ են եւ գործում են ըստ դրանց ծրագրերի, սակայն նրանք դատապարտված են, քանի որ Աստված սկսել է ուրեմն վերակենդանացումը Հայաստանի եւ նա այն ավարտին է հասցնելու։ Այսքան ունեի պատրաստած ձեզ համար, եկեք գիտակցենք Աստծո ծնունդի զորությունը, եկեք գիտակցենք նրա փառահեղությունը, նրա բարությունը։ Պատկերացնում եք, ոնց որ մարդ դառնա մրջուն, գնա մրջնաբուն եւ ասի, որ գիտեք, ջրամբար պիտի քանդվի 2 ամսից եւ ձեզ բոլորից սրբի տանի ու մրջունները նրան բռնեն դրա համար կտոր անեն։ Ահա այսպեսին է պատմությունը։ Ձեզանից ոչ մեկ երևի չի համաձայնվի երբեք դառնալ մրջուն ու գնալ մրջնաբույն, բայց նա արեց դա, նա հագավ թույլ մարդկային մարմինը իր աստվածային էությամբ եկավ, որպեսզի մեզ բերի բարի լուրը, որպեսզի մեզ ցույց տա ճանապարհը։ Այն այդքան